Ապրիլին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 127 միլիարդ դրամի պարտատոմս, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 47%-ով, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 75 գործարք, մոտ 24.5 միլիարդ դրամ ծավալով, որը 3%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։ Պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին։ Այդ մասին որոշման նախագիծը կառավարության նիստին ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Օրինակ, եթե 8,000 դրամ է, մենք 8,000 կվճարենք, եթե 11,000 է, վճարում ենք 10,000-ը, իսկ 1,000-ը քաղաքացին է վճարում։ Իսկ բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավորի դեպքում 15,000 դրամ, որովհետև բրուցելոզով հիվանդ անասունների մորթը ունի առանձնահատկություններ ու բարդություններ, նշել է նախարարը, ասելով, որ որոշումը մշակվել է հաշվի առնելով ավստրիական փորձը։ Կառավարությունն իր հերթական նիստում հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային։ Կոնվենցիայով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների, շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարգման պայմանները և դրույքաչափերը։ Հայաստանը միանում է Իրանի, Օմանի, Կատարի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի միջև տրանսպորտային միջանցքի համաձայնագրին։ Համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորելու համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների միջև տրանսպորտի տարբեր տեսակներով լոգիստիկ փոխադրումների իրականացման գործընթացը, ինչպես նաև կնպաստի երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, համագործակցության ընդլայնմանը, Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը։ Հնդկաստանի առաջատար պաշտպանական ընկերությունների բաժնետոմսերը $5 միլիարդ աճել են Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի ֆոնին։ Հնդկաստանի 10 առաջատար զենք արտադրողների շուկայական կապիտալիզացիան այս ընթացքում աճել է ավելի քան 5%-ով։ Ուկրաինայի պետական պարտքի մեծ մասը պատերազմի ժամանակ փոխարվել է գործընկերներից արտոնյալ պայմաններով, և ինչպես հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից, երկիրը չի մարելու այդ պարտքերը առաջիկա 30 տարիների ընթացքում։ Ուկրաինայի պետական պարտքը 2024 թվականին աճել է 14.3%-ով, հասնելով $166 միլիարդ։ Մեկ կարատանոց հղկված ադամանդի գնային ինդեքսը ապրիլին աճել է 0.7%-ով, թողնելով այն 20%-ով ցածր նախորդ տարվա մակարդակից և 0.1%-ով ցածր 2025 թվականի սկզբի մակարդակից։ Ադամանդի գները կտրուկ աճել են ապրիլի սկզբին Միացյալ Նահանգների ներմուծման մաքսատուրքերի մասին հայտարարությունից հետո, սակայն այնուհետև կայունացել են մաքսատուրքերի սահմանումը 90 օրով հետաձգելու որոշումից հետո։ Կարող են կեղծել դեմքը, փոխել հագուստի գույնը, նույնիսկ կրկնօրինակել այլ անձի ձայնը, կամ արհեստական բանականության կիրառմամբ պատրաստել արատավորող տեսանյութեր և լուսանկարներ և այն դարձնել շանտաժի արարք։ Լսում եք ձայնը, տեսնում պատկերը ու թվում է ամեն ինչ կարգին է, մինչդեռ իրականում սա զեղծարարների հերթական փայլուն աշխատանքն է, շնորհիվ արհեստական բանականության։ Կեղծիք են տարածում օգտագործելով հանրաճանաչ մարդկանց հեղինակությունը, փորձում այդ կերպ դեղորայք վաճառել։ Սկզբում գովազդային դեմքերը բժիշկներն էին, հետո լրագրողները, հիմա հերթը հասել է նաև դերասաններին։ Հիմա ոնց հասկանում եմ նոր ալիք է գնում, արդեն ուղղակի աճ ու ձախ գործելու են օգտագործել ուղղակի հայտնի մարդկանց, այնքան որ արդյունքում ծանոթ դեմք լինի, վստահություն առաջացնի։ Մեր փորձը ցույց տվեց, որ ռեպորտ անել բողոքելը գրեթե անհույս է, որում որ հասկանանք մենք ընկերությունով նաև բողոքը ուղարկել ենք ներքին թիմին մետայի, բայց մեկը ալիքը կանգնացնել չի լինում։ Մասնագետն ասում է, որ խաբեությամբ զբաղվող խմբերը հիմնականում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ են կապակցված։ Նաև
Միքայել Պողոսյանն է օրեր առաջ սոցցանցում գրել, որ իր անունից դեղորայք են վաճառում։ Դերասանը արհեստական բանականության հնարավորությունները դարի ցավ է որակում, նկատում այսպիսով մարդկանց ավելի հեշտ են թիրախավորում։ Առաջի անգամ մի տեղ էի ես ռեկլամում 100 տարվա ինտերվյուն Մոսկվայի իրանք վերցրել էին, դրանից հետո սկսեցին ինչ-որ ուրիշ տեղորայք կապված ուրիշ հիվանդությունների բաների հետ, մարդու կարող են վարկաբեկել ոնց ուզենա, դա դարի ցավն է։ Դիմեցի մի քանի ինստանցիաներ, բայց նրանք ասին ցավոք, պարոն Պողոսյան, մենք չենք կարող դրա թեմա առնենք։ Բողոքում են բոլորը։ Մասնագետները նաև ոստիկանությունը հորդորում են զգուշանալ, չվստահել տարօրինակ գովազդներին, որքան էլ դրանք գայթակղիչ թվան։ Արհեստական բանականության կիրառմամբ չարամիտները կարող են խեղաթյուրել իրականությունը եւ շահագրգռել գնումներ կատարել անհայտ ծագում ունեցող ռեսուրսներով, վճարման ժամանակ էլ հափշտակել ձեր դրամական միջոցները։ Եթե դարձել եք նման հանցագործության զոհ եւ զեղծարարները ձեզանից պահանջում են գումար, որևէ տեսանյութ կամ լուսանկար չհրապարակելու համար անհապաղ դիմեք ոստիկանություն։ Սա է ելքը։ Տրանսպորտային միջոցների առուվաճառքը, նվիրատվությունը, լիզինգը, համարանիշների ստացումը, հաշվառման վկայականները կթվայնացվեն։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով տրանսպորտային միջոցի առուվաճառքի եւ նվիրատվության հիմքով մեքենայի սեփականության իրավունքի փոփոխման հետ կապված գործընթացների թվայնացումն է ապես կթեթևացնի քաղաքացիների վիճակը։ Թվային լուծումներն արդեն պատրաստ են եւ առաջարկվում է կարգավորումները ուժի մեջ մտցնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Հարթակից կարող են օգտվել նաև ոչ աշխատանքային օրերին ու ժամերին։